Դեպի Էջմիածին կիրակնօրյա ախտագնացության մասին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է շաբաթ ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ ի աջակցություն կալանավորված սրբազանների ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Դեպի ԱԱԾ շենք երթից առաջ Ազատության հրապարակում տեղի էր ունեցել մեծ հանրահավաք, որի ընթացքում մեր ձևով շարժումը հայտարարել է 88-ի անկախության եւ Արցախյան շարժումներից հետո համազգային երրորդ շարժման մեկնարկի մասին։ Մենք մեր ձևով շարժման անդամները եւ կամավորները սկսում ենք երրորդ շարժումը, Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը եւ վերակառուցման շարժումը։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք եւ աշխատենք եւ գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու, ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ Հանրահավաքից հետո, որին տարբեր տեղեկություններով մասնակցել է մինչև 30,000 մարդ, լրատվամիջոցներից մեկը տարածել էր գաղտնալսված հեռախոսազրույց, որտեղ նշվում էր, որ մեր ձևով շարժման հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին գումար են բաժանել։ Նշվում է, որ Ոմն Գևորիկն է փողը տալիս։ Մեր ձևով շարժման ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղարամանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ձայնագրությանը։ Մեջբերում ենթադրաբար ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում տաշերի բարբառով։ Նա նաև գրել է մեջբերում. ի պատասխան լրագրողների հարցումների իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք եւ ընդհանրապես մեր ձևով շարժումը որևէ կապ չունի ձայնագրության մասնակից անձանց հետ։ Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի կարծիքով Ազատության հրապարակում հավաքված հայերի քանակը տեսնելուց հետո մեջբերում մի միջակ բեմադրիչ վաղուց արդեն ծանոթ ձեռագրով փորձեց բեմադրել ձայնագրություն օպերացիան։ Հավատացեք, ձեր կառավարած երկրում մարդկանց շահագրգռել պետք չէ, որ դուրս գան ձեր դեմ։ Դուք ամեն օր շահագրգռում եք։ Հայտնում ենք, որ շարժման անունից որևէ մեկին շահագրգռողը ներդրված է հատուկ ծառայության կողմից կամ էլ նրանց Գևորիկն է։